Քրոնիկ հոգնածություն, սրտխփոց, հուզական անկայունություն վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման ախտանիշներից են։ Բժիշկը փաստում է, վերջին շրջանում նկատվում է վահանագեղձի քաղցկեղի հիվանդության աճ նաև երիտասարդացում։ Ես անձամբ նկատում եմ նաև իմ սեփական փորձից, ես ուղղակի ամփոփ եմ, անցած տարի մենք 10-ից ավել 10 տարեկանից փոքր վիրահատական դեպքեր ենք ունեցել ու տարածված վահանաձև գեղձի քաղցկեղով, որը բավականին, այսպես ասած, տխրեցնում է եւ պահանջում է ել ավելի զգոնություն։ Հիմնականում դիմում են պարանոցի լիմֆատիկ հանգույցների մեծացած լինելու դեպքում, բայց հիվանդությունը կարող է ընթանալ նաև առանց ախտանիշի։ Եթե վահանաձև գեղձը արտահայտի իր մասին քաղցկեղը, ապա արդեն իսկ մենք ինչ որ կարող ենք հանդիպենք որոշ ավելի բարդ ստադիաներին, տեսակներին։ Խոսքը գնում է, եթե ներթափանցեց հետադարձ կոկորդային նյարդին, այն հարևան օրգանը, որը շատ մոտ է վահանաձև գեղձին, ապա կլինի ձայնի խրպոտություն, կլման դժվարություն, եթե կերակրափողին ճնշեց, հա։ Նման ավելի շատ, երբ որ քաղցկեղը մեծանում է, աճում է եւ ներաճում է հարևան օրգանների, մենք ավելի շատ տեսնում ենք հարակից հարևան օրգանների ճնշման կամ քայքայման ախտանիշներով։ Ամենահաճախ հանդիպողը վահանաձև գեղձի պապիլյար տեսակի քաղցկեղն է։ Հիմնականում 0.0 քանի տոկոս է մահացությունը վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղի, եթե ճիշտ ժամանակին այդ քաղցկեղին ուշադիր են լինում պացիենտները, գնում են համապատասխան հետազոտության եւ բուժման։ Վահանաձև գեղձի քաղցկեղի հիմնական բուժման եղանակը դա վիրահատական բուժումն է։ Սակայն վերջին տարիներին նաեւ դիտարկում են այլ ընտրանքային բուժման եղանակները, դրանք կոչվում են աբլյացիաներ, այրումներ, այսպես թարգմանենք, ռադիոհաճախական, լազերային կամ միկրոալիքային աբլյացիաներ, երբ որ փոքր քաղցկեղի դեպքում եւ քաղցկեղի չափը երբ որ չի գերազանցում 0.9-1 սանտիմետր։ Վահանագեղձի տարածված հիվանդություններից է թունավոր զոբը, որի բուժումը հիմնականում դեղորայքային է։ Թունավոր զոբը ժողովրդական, այսպես ասած, բժշկական պրակտիկայում անվանում է դիֆուզ տոքսիկ խփի, դա այլ հիվանդություն է եւ դա քաղցկեղ չի միանշանակ եւ շատ հազվադեպ է լինում, երբ որ թունավոր զոբով պացիենտի մոտ նաեւ երբեմն մենք հեռացնելուց հետո փոքրիկ օջախներ ենք հայտնաբերում քաղցկեղի։ Այդպիսի դեպքեր լինում են երբեմն, բայց դրանք լրիվ տարբեր հիվանդություններ են։ Թունավոր զոբի դեպքում հնարավոր է նաև վիրահատական բուժում, կատարվում է նաև յոդաթերապիա։ Հաշվի առնելով, որ հունվարը վահանագեղձի հիվանդությունների իրազեկման ամիսն է, մասնագետների հորդորն է անցնել տարեկան ախտորոշիչ հետազոտությունները խնդիրները վաղ փուլում հայտնաբերելու համար։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։